Հարգելի հեռուստադիտողներ, իր հետաքրքիր մտահղացումներով Արարատյան խանոսն է եթերում։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք։ Շատ ուրախ եմ, որ միասին մենք անում ենք մի լավ, մնայուն եւ օգտակար գործ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես հյուր ունեմ եւ իմ հյուրն է ձեզ քաջածանոթ հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ երիտասարդական թևի կամ խմբի ղեկավարներից ձեզ քաջածանոթ իմ լավ բարեկամ Արթուր Սահակյան, ոնց ես Արթուր։ Շատ լավ։ Տրամադրությունդ բարձր է։ Տրամադրված լավատես։ Եթե սկսենք հենց սկզբից թե ինչ ենք պատրաստում, էլ չգովաբանենք մեկս մյուսին, որտեղ բավականին արդեն գովաբանել ենք։ Ինչ ենք պատրաստում։ Մենք պատրաստելու ենք խոզի ազդրամսով մեդալյոն, կոչված մեդալյոն։ Ինչու մեդալյոն։ Ինքը ջերմային մշակում անցնելուց հետո ինքը նմանվում է մեդալների։ Դրա համար կոչվում է մեդալյոն։ Տարվա վերջաբի մեդալներով։ Նախատոնական։ Լավ։ Մեդալյոն եւ ինչ ենք օգտագործել։ Օգտագործելու ենք խոզի ազդրամիս, սերուսկ, քունջուտ, դեմիգլաս եւ բանջարեղեններ։ Բանջարեղենով խավարտ ենք պատրաստել։ Շատ լավ։ Ես ունեմ աշխատանք։ Խնդրեմ դուք խավարտը պատրաստեք։ Պատրաստեմ։ Կտրատման եղանակը որ հուշես։ Երկար ձողիկներ։ Սա սմբուկ Բազար։ Մնացածը ես կանեմ։ Մենք անվանում ենք սա բանջարեղենային այլազան։ Ճիշտ ենք անում, որ անվանում ենք այդպես։ Եթե անվանում ենք, ուրեմն ճիշտ ենք անում, որովհետև ճիշտ բաներ ենք անվանում։ Մեկ մեր հեռուստադիտողներն էլ ասում են, դե հիմա այնպիսի բաներ եք պատրաստում, որ ոնց ինչ տրամադրությամբ է լինես, անպայման կճաշակես։ Բա ուր մնաց կերակրացանկը, բա ուր մնաց չափով սնվելը, ուր մնաց մենք որ մեր մասին մտածենք, ասենք քաշի առումով։ Ամեն ինչ պետք է փորձել, բայց ամեն ինչ չափի մեջ։ Հա? Անպայման պետք է փորձել, որ իմանալ համերը։ Հիշեցնեմ կամ հուշեմ, որ իմ կտրատման եղանակը Արտուրին դուր չեկավ։ Չէ, դուր եկավ, պրոստը ինչ մի հաստ է լինելու։ Կամ ինքը դուր չեկավ քեզ, կամ դու իրան դուր չեկար, այդպես ստացվեց։ Արավ է։ Անենք այնպես, որ ձեր սերը եւ համակրանքը համընկնի։ Միմյանց։ Այո։ Մեկ փոքր սև բիբար։ Աղը նախապես աղ է կարել, բայց սև բիբարը միսը համեմել եք։ Համեմել եմ, բայց սև բիբար կարելի է վերջում մի թեթև ավելացնել։ Եվ ուտեստը հեսա։ Ձեթ ավելացնենք խավարտի համար։ Սմբուկը նորից պիտի խորանարդիկների մաքրենք նորեն մնաք, հա։ Ես թողենք թե լավ տականա, որովհետև եթե լավ չի տականում, մի փոքր ոնց որ շոքի խաշվի բանջարեղենը։ Իսկ մեզ պետք է որ շոքի խաշվի։ Այնուամենայնիվ կորուստ ենք ունենում, չէ՞ որ։ Եկեք ես մի քիչ գողանամ ձեզանից։ Ես նախապես տապակում եմ գազարը, այնուհետև մնացածը հերթականությամբ։ Բանջարեղենները պիտի տապակել այն ջերմաշրջանով, ոնց որ դու նշում ես, որը որ պահանջում է, այսինքն որպեսզի կարողանանք այդ բովանդակությունը, նրա համայն արժեքները, նրա օգտակար նյութերը վերցնել։ Այո, շատ լավ։ Հիմա մենք տապակում ենք, թող տապակվի մի քիչ, մեջը մենք զրուցենք մի քիչ։ Զրուցենք, ես ուզում եմ նաև մեր հեռուստադիտողներին հիշեցնել եւս մեկ անգամ, որ մեր կազմակերպությունը հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման կազմակերպությունը շարունակում է բանահավաքչական իր գործունեությունը։ Ես ձեզ պիտի ուրախացնեմ, հարգելի հեռուստադիտողներ, որ վերջերս մենք ունեցանք Տրանսիլվանիայից բավականին մեծ քանակությամբ նյութեր, դուք գիտեք, որ Տրանսիլվանիայի հայերը գաղթել են 11-ից 14-րդ դարերում անիից, իմիջայլոց եւ շատ ամուր կարճած են իրենց մշակութային ժառանգության այդ խոհանոցի մասով։ Իրենք նույնիսկ հայերեն չեն խոսում, ազգանունները
բացարձակապես ոչինչ չի հիշեցնում հայ լինելու համար, նույնիսկ հավատքը կաթոլիկ են դարձել, բայց իրենց ծագումը գիտեն, որ հայ են ծագումով, ուղղակի ազգային խոհանոց ճաշակելով, հատկապես տոնական, ծիսական, տոնատիսական, եկեղեցական եւ ժողովրդական տոների օրերը, այն ուտեստները, որ դրվել են տոնատիսական արարողության ժամանակ, նրանք անպայման ճաշակում են հայկական ավանդական ուտեստներ։ Եվ իրենք գիտեն, որ ծագումով հայ են։ Դա շատ գովել է, որովհետեւ այս պայդրությամբ ոչ բոլորն են այդքան կախված պահում մեր ավանդական մենք Հայաստանում այդքան չենք կարողանում պահել։ Հայաստանում օտարամոլությունը հասել է այն աստիճանի, որ յուրաքանչյուր նոր, յուրաքանչյուր հետաքրքիր ուտեստ անպայման փնտրում ենք այլ ազգերի ազգային ուտեստների մեջ։ Եկեք ես ավելացնեմ։ Եվ պիտի երուսաղեմցիներին խոսք տանք եւ իրենց ասենք, որ այդ նյութերը ամբողջությամբ բարեկամներ ես չեմ կարող հիմա նշել թե երբ այս տարի, մյուս տարի, բայց անպայման այդ նյութերը պիտի մշակվեն, մշակվելու են եւ ներկայացվելու է անպայման մեր հանրությանը։ Դրա մասին կասկածել ուղակի հարկ չկա։ Հարկ չկա, մաս առ մաս հավաքելու ենք մեր ուտեստի համակարգը, որ գոյություն է ունեցել դեռ բնապաշտական ժամանակաշրջանում։ Ինձ թվում է այսքանը բավական է, ավելացնենք սմբուկը, շատ լավ։ Եկեք ես վերցնեմ։ Հիշեցնենք երուսաղեմցիներին գազար, երագույն տակդեղ, քաղցր սմբուկ, դա որպես խավարդ։ Պիտի արագ բարձր ջերմաստիճանի տակ կեղևապատենք եւ կմատուցենք որպես խավարդ։ Ահա, եւ միսը եւ բանջարեղենը արդեն մենք ավելացնում ենք դեմիգլաս սոուսը, մսին։ Կարող ենք բացատրել դեմիգլաս ասելը, ինչ ասել է։ Դեմիգլաս ասածը տավարի բուլյոնն է, տավարը նախ առաջինը լավ տապակում ենք իրար, լավ որ ինքը գույնը փոխի։ Տավարի ոսկորը գույնը փոխում է, այս գույնը փոխվելուց հետո իրար լավ եփում է, լավ եփում է, թանձրուկ ենք ստանում։ Եվ այդ օգտագործում ենք, դա համապատասխան է շատ համապատասխան է սերուցքի հետ։ Համադրությունը շատ համեր է ստացվում։ Շատ լավ։ Մենք ավելացնում ենք հիմա սերուցք տապակվելուց հետո։ Այսպես, շատ զգուշ, որ միասեր զանգվածներից ստանանք։ Եվ մեր խավարտին ավելացնում ենք քունջուտ։ Ու տապակում նորից, որովհետև քունջուտը ավելի համեղ է ստացվում եւ տապակը։ Վերջում պիտի ավելացնենք։ Սունկը ավելացնում։ Սունկը մսի հետ պիտի պատասխանի։ Շատ լավ։ Քունջուտը տապակված, բովված ավելի համեղ է։ Այո։ Այստեղ պիտի շատ ուշադրություն գրավենք, ուշադրությունը ներկայացնենք մեր հերոսատողների, որ տապակեցինք բանջարեղենը, որևէ հեղուկ չի մնում, այսինքն որևէ հեղուկ չկա, ոչ ձեթից, ոչ իրենից արտազատված, ճիշտ եղանակը տապակման, ճիշտ ջերմային ռեժիմը պահպանելու դեպքում հենց ստացվում այնպես, ինչպես ստացվեց հիմա։ Սունկը տապակում ենք շատ քիչ, որովհետև սունկը համեղ է ստացվում եւ շատ քիչ է տապակված։ Այո։ Դրա համար շատ քիչ ենք տապակում սունկը։ Ինչեւ այդ արդեն մենք կարող ենք տեղադրել մեր ափսեները։ Բայց դա ինձ դեռ պետք է գալու զարդարման համար։ Երբ կցանկանաս, խնդրեմ։ Մեկը մեզ մոտ է։ Մեր միսը պատրաստ է, մենք կարող ենք արդեն զարդարել։ Ամենակարևորը իր թանձրուկը բավական է իր համար, թաթախում ենք թանձրուկի մեջ և վերջում ենք թանձրուկը լցնելու ենք վրա։ Կթալ փոխանցեք, որ թանձրուկը իր ստացված արգանակը և մեր խառնած դեմիգլաս և Տապակված խոզի փափկամիսը մենք, համեմված խոզի փափկամիսը տապակեցինք, բարեկամներ, այնուհետև ավելացրինք կաթնասեր և դեմիգլաս սոուս, ոսկորից սոուս, այսպես ասենք, մի քիչ տապակեցինք հետը սունկ
շատ թեթև մսային մասը ուտեստի պատրաստ է։ Եվ ավելացնում ենք խավարտը։ Խավարտը տապակեցինք գազար, 3 գույնի տակդեղ քաղցր եւ սմբուկ, տապակելուց հետո ավելացրինք քունջուտ, բովեցինք միասին եւ ուտեստը արդեն իր ամբողջ տեսքով պատրաստ է։ Սարք խնդրեմ։ Եվ մեր սպասված դեմիգլասը կփոխանցեք։ Այո, խնդրեմ։ Եվ վերջի։ Եվ պատրաստ է մեր մեդալյոնը։ Մեդալյոններ բանջարեղենային խավարտով եւ դեմիգլաս սոուսով։ Արտուր ջան, շատ լավ, շատ ապրես, ու միշտ ներվում ես այդ հարցի համար, բայց այնուամենայնիվ պիտի տամ այդ հարցը, ինչ կցանկանաս, ինչ խորհուրդ, ինչ առաջարկ, ինչ հորդոր ունես մեր հեռուստադիտողներին։ Մեր հեռուստադիտողին մենք ես կցանկանամ, որ օգտագործեն շատ բանջարեղեններ, որովհետև բանջարեղենների մեջ կան շատ վիտամիններ եւ կալցիներ։ Օգտագործեք բանջարեղեններ։ Լավ, հարգելի հեռուստադիտողներ, օգտագործենք շատ բանջարեղեններ, բայց չմոռանանք նաև ձեր անունից եւ իմ անունից շնորհակալություն հայտնել Արտուրին, թող ինքը շարունակի լավ ուտեստներ պատրաստել եւ լավ խորհուրդներով մեզ օգնել։ Շնորհակալություն Արտուր, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, մոտենում է մեր հաղորդման ավարտը եւ ուզում եմ, որ մենք լինենք միշտ միասին, երբ որ միասին ենք, մենք հզոր ենք, երբ որ հզոր ենք, հաղթական ենք։ Ուտեստը համարվում է հիմնական ուտեստ, հարկավոր է մատուցել 65-70 դաշնան ջերմությամբ եւ ճաշակել կարմիր անապակ գինով։ Դինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելուց, տեսություն բարեկամ։ Մեդալյոն, խոզե ազդրամիս 150 գրամ, սունկ 30 գրամ, տակդեղ 50 գրամ, սմբուկ 30 գրամ, ստեփխին 30 գրամ, քնջուտ 15 գրամ, սոուս դեմիգլաս 20 գրամ, սերուցք 30 գրամ, ձեթ 20 գրամ, աղ, պղպեղ, բարեախորշակ։